Սան թվին Արցախյան պատերազմի երկրորդ փուլում տեղի ունեցավ կազմակերպված պարտություն։ Այսինքն մեր թշնամիները, արտաքին թշնամիները, ռուս-թուրքական ալյանսը, ռուս-թուրք-ադրբեջանական ալյանսը Իսրայելի մասնակցությամբ, անմիջական մասնակցությամբ եւ իրանց կրտսեր գործընկեր Հայաստանում այդ պահին գործող վարչախմբի մասնակցությամբ կազմակերպեցին Հայաստանի պարտությունը այդ Արցախյան պատերազմի երկրորդ փուլում։ Դա տեղի ունեցավ։ Եվ առավելագույնը արվեց, որպեսզի մենք կապիտուլացվենք, պատերազմը պարտություն կրենք, տարածքներ հանձնենք եւ կապիտուլացվենք։ Եվ դրանով իմ ասած այդ հայկական հարցի փակման հերթական փուլին գան, հիմա էլ բերում են դրանից հետո այսպես կոչված խաղաղության պայմանագիր, որը պետք է այդ հարցը վերջնական փակի։ Սա տեղի ունեցավ 20 թվականին։ Կազմակերպված պարտություն։ Առաքելությունից հրաժարվել ենք, մեր արժեքներից հրաժարվել ենք, հանրային հարստությունը sense ձևակերպենք, հանրային արժեքը մեր համար վերացել է, եկել կանգնել է անձնական խնդիրներին։ Մենք ձևավորել ենք մեր համար ամեն մեկս առանձին եւ հանրույթը, հայկական հանրույթ կոչվածը ընդհանուր առմամբ իր համար ձևավորել է իր բանի հարմարվետության գոտին եւ հարմարվետության գոտու շրջանակում ապրում է իր խնդիրները, անձնական խնդիրները լուծելով։ Հրաժարվում ես քեզնից, ինքդ քեզնից, հրաժարվում ես քո արժեքներից, քո ինքնությունից, քո առաքելությունից, գնում ես այս վիճակի մեջ, դա նորմալ է, դա տրամաբանական է։ Հրաժարվում ես քո Աստծուց, գնում ես այս վիճակի մեջ։ 1921 թվականին ռուս-թուրքական դաշինք է կնքվել երկու պայմանագրով։ Եվ իմիջիայլոց առաջի պայմանագիրը հենց տենց էլ կոչվել է եղբայրության եւ բարեկամության մասին պայմանագիր, Մոսկվայի պայմանագիրը։ Եվ այդ պայմանագրերով ռուսները թուրքերի հետ միասին տարածաշրջանային ստատուս քվո են ձևավորել։ Եվ այդ ստատուս քվոն առ այսօր գործում է։ Ես նորից եմ ասել եւ ասում եմ, նրանք ոնց որ հաղորդակցվող անոթներ լինեն։ Իրար մեջ է բաշխվում զորությունը, դուրս չի գնում, իրար մեջ է բաշխվում։ Մեկը ուժեղանում է, մյուսը թուլանում է, բայց մյուսն է, քանի որ հաղորդակցվող անոթներ ընդհանուր զորությունը չի նվազում։ Եվ հայերը հաղթելով Ղարաբաղյան Արցախյան պատերազմի առաջի փուլում այս ստատուս քվոն քանդել են։ Քանդել են ռուսների եւ թուրքերի համար եւ ռուսները բնական է, որ թշնամանքով են դրան վերաբերվել, փորձել են ստատուս քվոն վերականգնել եւ վերականգնման այդ գործընթացը տևում է 30+ տարի։ Սա է, որ կատարվում է։ Եթե մենք չենք ուզում դրա հետ առերեսվենք, այդ դժոխքը շարունակվելու է։ Եթե մենք չենք ուզում հասկանանք պարզ իրողությունը, որը տեսանել է սպիտակ թղթի վրա սև բանով թանակով գրած է։ Հայաստանում առաջի խնդիրը, որ պետք է լուծվի, դա իշխանության խնդիրն է, որովհետև հայկական պետության, պետականության, հայ ժողովրդի եւ ընդհանրապես հայկականության հետ կապված խնդիրները պետական մակարդակի խնդիրներ են։ Առանձին անհատներ, առանձին խմբեր այդ խնդիրը չեն կարող լուծել։ Դա պետության լուծելու խնդիր է։ Եթե պետությունը կա եւ լինի հայկական, լինի ազգային, ապա այդ խնդիրները կսկսեն լուծվել։ Այսինքն առաջի խնդիրը իշխանության խնդիրն է։ Ազգայնական ուժերը, որոնք փոքրամասնություն են, լուսանցքային փոքրամասնություն են այսօրվա հայության մեջ, պետք է կարողանան միաբանվել եւ վերցնել իշխանությունը։ Այդ պարագայում հայ պետությունը կդառնա ազգային պետություն եւ կսկսի ժամանակի մեջ համընթաց լուծել մեր խնդիրները։ Եվ պետական, եւ ազգային, եւ ամեն առանձին հայի համար։ Սա է ուղին, ուրիշ ուղի չկա։ Այսինքն քայլ առաջին պետք է ազգայնական ուժերը, անհատները, խմբերը միաբանվեն։ Սա է, որ պետք է իրականացնել։ Երկրորդ քայլ վերցնել իշխանություն։ Մերժիր Սերժին, մերժիր Նիկոլին, մերժիր սրան, մերժիր նրան,
անձնավորվում է խնդիրը, համակարգը դրանից օգտվելով եւ դա կազմակերպելով, վերարտադրվում է ուրիշ անձով։ Խնդիրը անձը չի, խնդիրը համակարգն է։ Եվ պետք է համակարգի դեմ համակարգային պայքար մղել, ոչ թե անձի։ Շարժումը հենված է համակարգային օտարի շահերը սպասարկող նույն ուժերի վրա, շարժման ձևաչափը այնպեսին է, որ ուժեղացնում է գործող վարչակարգին, եւ դա ոչ միայն հաջողությամբ չի բերելու, այլ բերելու է ավելի խորը բանի, կործանման նոր փուլի։ 3-4 հատ այս ընթացքում նմանատիպ շարժումներ ա եղել նույն ուժերի կողմից կառավարվող, կարգավորվող, առաջնորդողները տարբեր, արդյունքը նույնն է։ Իմի դրան ի՞նչն ունի ծանրադառնաս։ Առաջնորդողները տարբեր, արդյունքը նույնն է։ Այսինքն համակարգը ձևավորում է շարժում, որը ճակերտներում անդիմադիր է, որը բերում է գործող վարչակարգի հերթական ամրացմանը, կոչվող հանրության, ճնշող, գերակշիռ մեծամասնության համար ազգային հարց չէր։ Եթե Արցախի հարցը իր գոյությամբ, այսինքն Արցախը իր գոյությամբ, հայկական լինելու գոյությամբ օգնում էր իրենց անձնական էգոցենտրիկ բաները բավարարելու, ցանկությունները բավարարելու եւ չէր խանգարում իրանց բարեկեցությանը, ավելին կարող է օգնում էր, ապա թող լիներ։ Բայց եթե դա խանգարել է, ապա թող չլինի։ Սա է լուծումը, որովհետեւ Հայաստանը օգնում է, որ ես լավ ապրեմ, թող լինի։ Եթե խանգարում է, թող չլինի, թող մտնի Ռուսաստանի կազմի մեջ, Թուրքիայի, որտեղ ուզում է լինի, չխանգարի, որ ես բարեկեցիկ ապրեմ։ Իմ էժան սնունդը որգրամոլության իմ պահանջարկը բավարարեմ։ Արցախի հարցը նմանատիպ հարց էր հայ հանրության, հայ կոչվող հանրության մեծամասնության համար։ Չի խանգարում, թող լինի, լավ է, այսինքն ես կարող եմ հպարտանալ, գոռոզանալ, տեսեք մենք Արցախի հարց ունենք լուծած։ Եթե խանգարում է, թող չլինի։ Հիմա բերվեց նրան, որ Նիկոլ Փաշինյանի գործող վարչակարգի եւ միջև գործող վարչակարգը մնացած բոլոր գործող վարչակարգերի միջև այդ եղած ջանքերով, նպատակային ջանքերով, թիրախային ջանքերով բերվեց նրան, որ խանգարում է, դա Տեր-Պետրոսյան Լևոններ չէ, դեռևս 90-ականներին ասում, Սերգո ջան, լավ չես ապրելու, քանի Արցախի հարցը կա, այսինքն լավ ապրելու խնդիրն է դրվում։ Լավ ապրելու, բարեկեցիկ, լավ ապրելու, լավ ուտելու, լավ խմելու, քաղցր քնելու։ Լավ չես ապրի, քանի այդ հարցը կա։ Հարցը հանեք, լավ կապրես, երբ Նիկոլ Փաշինյանը նույն բանը չի ասում, կամ որևէ մեկը նույն բանը չի արել։ Եվ բոլոր դժվարությունները այս հայ կոչվող հանրության մեջ բացատրել են Արցախի հարցը, ասել են այ դու սենց խնդիր ունես, որտեղ Արցախի հարց կա, նույնց խնդիր ունես, որտեղ Արցախի հարց կա, այսինքն այդ տրամադրությունները ձևավորվել են հաշվի առնելով նաև այդ հայ հանրության ցանկությունները, լավ ապրելու։ Դրա համար Արցախի հարցը տիրույթում է դիտարկվել, ոչ թե ազգային, ոչ թե պետական։ Անձնական բարեկեցության տիրույթում է դիտարկվել։ Դա համար այտենց առանձնահատուկ արձագանք չեղավ։ Պարզ է, չէ՞ դա։